Ողջույն բոլորին, այս տեսանյութում կնայենք, թե որտեղ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Բավականին երկար ժամանակ է, որ այս տեսանյութը չեմ արել։ Հուսով եմ դուք էլ եք կարոտել, ես եմ մոռացել եմ նշանակությունները։ Դա 3 տարբերակից կլինի։ Այստեղ պարտադիր չի պահեք, բայց նաև եթե ունեք երկրորդ կես եւ մտածում եք, թե որտեղ կարող եք իրեն տեսնել, նույնակ մտածում եք գնալու եք խանութ, գնալու եք ոչ մի տեղ, կտեսնեմ արդյոք այդ տղային կամ այդ աղջկան այնտեղ, գնալու եմ խանութ օրինակ, այսօր ինքը կասայում կլինի, թե ոչ։ Միգուցե նմանատիպ հարցեր ունեք։ Եթե այդպես է, ապա հստակ թիվ պահեք։ Նաև կարող եք լսել, միգուցե ձեր ինտուիցիան խաբում է ձեզ, կամ լավ չի աշխատում այդ ժամանակ եւ դա հետո արդեն գնանք տեսնեք այնտեղը։ Դե եթե իհարկե ինքած կլինի, հա, որ այնտեղ կհանդիպեք։ Եվ իհարկե ովքեր որ միայնակ են եւ դեռ ոչ ոք չունեն, ապա սա ձեզ համար էլ է։ Դուք եւս կտեսնեք, թե որտեղ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Ուղղակի պետք է գնաք այնտեղ նման տեղեր եւ իհարկե պետք է թույլ տաք, որ նման տեղերում թեկուզ ոչ մեկը ձեզ հետ ծանոթանա։ Դա է։ Մինչև դուք կողմնորոշվեք, ես խառնեմ։ Ահա, եւ գնանք առաջին տարբերակը մենք։ Որտեղ կհանդիպեն առաջին տարբերակի, հա, ովքեր որ առաջին տարբերակն են բայ, որտեղ կհանդիպեք ձեր երկրորդ կեսին։ Տեսնենք անկյուններում ինչ կա։ Բավականին տեղեր են ընկել, որտեղ որ մարդիկ իրոք այցելում են եւ կարող եք շատ հանգիստ գտնել ձեր երկրորդ կեսին, հանդիպել, խոսել։ Այստեղ ուրեմն առաջին տարբերակը ընկավ դա ինտերնետն է, ինտերնետ ցանցը, այնպես որ կարող եք սոցցանցերի միջոցով ծանոթանալ, այնտեղ TikTok է, չգիտեմ ինչ է։ Եվ այլն, հա, յուրաքանչյուր սոցհարթակ, որտեղ որ կարող եք մտնել։ Նաև դա կարող է լինել կենթանաբանական այգում, որտեղ դա հիմա ինձ թվում է չէ, ավելի շատ գարնան մոտ այդ դեպքում արդեն։ Նաև այստեղ աշխատանքային վայրում կարող եք ծանոթանալ կամ ինչ-որ մեկի մոտ գնաք ոնց որ օֆիս եւ այնտեղ ինչ-որ մի աշխատող տեսնեք եւ սիրահարվեք օրինակ, անմիջապես ասեք, ես ինչ գեղեցկուհի է եկել, գեղեցկուհի այստեղ այսքան եկել եմ չեմ տեսել, օրինակ միգուցե նոր էր աշխատում։ Արձակուրդի ժամանակ, եթե գնալու եք արձակուրդ, միգուցե արձակուրդ եւ աշխատանք, իստա կարող գնում եք ոչ թե գործակալություն, որ տոմս գնեք, որ գնաք արձակուրդի, օրինակ այնտեղ եք կարող ծանոթանում տվյալ անձնավորության հետ։ Ուսման ժամանակ եթե ոչ կուրսերի հաճախ եք, գնաք սովորելու, այնտեղ կարող եք հանդիպել,
ձեր երկրորդ կեսին։ Նայեմ սա էլ կարծես թե։ Այո։ Դա սա այգին է։ Դա ընդհանրապես իրանք այգին ավելի շատ լինում, անտառ, նմանատիպ վայրեր, որտեղ որ մարդը բավականին շատ է գնում։ Նմանատիպ տեղ կարող է նաև լինել։ Եվ իհարկե վարսահարդարման սրահում։ Յուրաքանչյուր մարդ այստեղ կարող է իր քրոջն է գալիս տանում, իր եղբոր հետ է կամ նմանատիպ, հա, կամ իրար միացված է տղա աղջիկ, վարսահարդարման կարող մեկ դուռ ընդամենը բաժանում եւ դուրս գալուց, ներս մտնելուց տեսնում եք իրար եւ հանդիպում կարող մի քանի անգամ ոնց որ նույն ժամանակահատվածում եք օրինակ գնում իրար հետ վարսահարդարման սրահ եւ հանդիպում եք։ Ամենայն դեպս այնպիսի տեղեր է, որտեղ որ մարդիկ այցելում են։ Սա կուրսերն է, ոչ թե դպրոցը, ոչ թե ինստիտուտը, այլ ինչ որ մի կարճ, ոչ թե մի բան սովորել, օրինակ լեզու սովորել, օրինակ ինչ որ մի կարճ, հա, այդպես տեղ է, դա կարող է լինել։ Այնպես որ նման տեղ կարող եք եւս ծանոթանալ։ Ոչ թե հստակ ոնց որ ինստիտուտ է կամ դպրոց է, էլի նմանատիպ տեղ չի։ Այսքանը առաջին տարբերակի համար, վատ տեղեր չէր, կարող եք նաեւ ծանոթանալ, թույլ տալ խոսեն ձեզ հետ, շփվեն ձեզ հետ։ Իսկ մենք անցնենք երկրորդ տարբերակին, ուղղակի իրոք, ովքեր որ գալիս են, պետք է, եթե հավանում եք, պետք է թույլ տաք, որ շփվեն, եթե դա չէ, արդեն վերջ, այդ պահը անցավ գնաց, մեկ էլ ես իմ ետ կհանդիպեք։ Իսկ եթե ուղղակի տրամադրված չեք դիմացինի հետ այդ պահին շփվելու, ուղղակի կարող եք այնպես կարող է ստացվել, որ տեսնում եք, որ ամեն անգամ նույն տեղն եք գնում, ամեն ժամի, դա արդեն ճակատագրով է։ Այդ մարդը ձեզ տրված, դա արդեն պետք է ուզեք, չուզեք, խոսեք հետը։ Հետո էլի կկործնեք։ Ահա, տեսնենք երկրորդ տարբերակը, որտեղ կհանդիպեն իրենց սիրելիներին։ Դե վատ տեղ չի, շուտով գարուն է, ամառ է, հիմա երևի թե դժվար, դե կախված է թե դուք ընդհանրապես որտեղ եք բնակվում, որտեղ եք ապրում։ Գուցե ինչ-որ մի ցուրտ տեղ եք ապրում, բայց գնում եք օրինակ հանգստանալու եւ այնտեղ եք տեսնում։ Շատ տեղեր չկա։ Ուրեմն այստեղ երկրորդ տարբերակը կհանդիպեն որևիցե բարձրարկ շենքում, միգուցե օֆիսային տարածք է, միգուցե շենք է ուղղակի, գնում եք, այնտեղ կարող լիֆտով իր այդ բարձրանում կամ տեղափոխվում եք նման շենք եւ այնտեղ եք հանդիպում այդ մարդուն։ Նավի վրա, եթե սիրում եք նավով շրջագայել, միգուցե այնտեղ եք ծանոթանում ձեր երկրորդ կեսի հետ։ Դե ընդհանրապես նավով շրջագայությունը մի քանի օր է տևում եւ մի քանի օր կարող եք շփվել, արդեն հասկանալ իրար։ Դե բան չկա այնտեղ շատ անելու, չնայած հետաքրքիր բաներ են կազմակերպում շատ։ Եվ ոմանք կարող են ծանոթանալ ոչ թե գնացքի մեջ, մետրոյի մեջ, ավտոբուսի մեջ, ավտոբուսը չէ, մետրոյի մեջ կամ գնացքի մեջ, որտեղ որ մշտապես անընդհատ կարող է իրար հետ գնում եք, կարող է այս քաղաքից այն քաղաք եք գնում մշտապես իրար հետ եւ
ծանոթանում եք այդպես։ Շատ բաներ չկար, ցավոք։ Դե ես որ չեմ տեսնում իրար միացումներ չկան։ Այսքանը նաև երկրորդ տարբերակի համար։ Եվ գնայենք արդեն երրորդ տարբերակը, տեսնենք երրորդ տարբերակում ինչ կա։ Նաև երկրորդը մոռացա նշեմ, որ բացի բարձրարակ շենքը դա նաև մեկ այլ քաղաք է նշանակում, մեկ այլ քաղաքում կարող եք հանդիպել։ Դե ինչ որ եթե գնացքով անդադ գնալ գլուց, հա, կարող է նման ինչ-որ բահեր են։ Տեսնենք որտեղ կհանդիպել նաև երրորդ տարբերակը։ Տեսնենք։ Էլի հետաքրքիր բաներ է, ամենայն դեպս էլի մարդիկ այցելում են նման տեղեր։ Հանգիստ է, որը կարող եք գնալ հանգստի, եւ այստեղ մեկ այլ քաղաք է, կարող եք գնալ մեկ այլ քաղաք, մեկ այլ ոչ թե քաղաք, այլ երկիր։ Նա էր մեկ այլ քաղաք, երկրորդ տարբերակն էր մեկ այլ քաղաք, սա մեկ այլ երկիրն է, որ կարող եք գնալ եւ այնտեղ ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Հանգստյան գոտի այնտեղ եք ծանոթանում։ Նաև գնացքի մեջ, էլի պոեզի մեջ, մետրոյի մեջ կարող է դա լինել, կարող մշտապես գնում եք, ճանապարհին կարող եք հանդիպել, դրսում փողոցում կարող է մոտենալ ձեզ, կամ օրինակ երկար ճանապարհ եք գնում, կարող է մեկը մյուսին օգնության ձեռ է մեկնում, ինչ որ պահեր կան, որ կարիք կարող է լինել մեքենայի հետ կապված եւ այլն, եւ այդպես ծանոթանաք նաև օգնի ձեզ։ Եվ օֆիսում դա կարող է լինել ինչ-որ մեկի մոտ գնալուց, դա կարող է լինել, հա գնում եք աշխատանքի վայրում, ինչ-որ միտեղ, կամ եթե կարող է նոր աշխատանքի եք տեղավորվում օրինակ, կամ ինչ-որ մեկն է գալիս նոր աշխատող, այդպես տեսնում եք իրար եւ սիրահարվում եք, նաեւ այդպես։ Նույնպես է, որ բոլորն են, հա, գնում են հանգստանալու, ինչ-որ չափով մարդիկ, ճիշտ է ոչ բոլորը, բայց ամենայն դեպս այստեղ նաեւ կա ճանապարհ, մետրոն Շատ կան մարդիկ, ովքեր որ մետրոյով են գնում, սիրում են մետրոն եւ ընթացքը մետրոյի եւ այդ արագությունը, որ ավելի շուտ են տեղ հասնում։ Այսքանն է։ Ընթացքում նայում էի, ոչինչ բաց չեմ թողել։ Ահա։ Թող որ գան ձեր կյանք, հանդիպեք այն մարդուն, ում որ արժանի եք։ Եվ ուղղակի, երբ որ տեսնում եք նորմալ անձնավորությունը, պետք չի ձեր ձեռքից բաց թողնել շատ դեպքում, մարդը հետո սկսում է փոշմանել, բայց շատ ավելի ուշ է լինում։ Դա համար ովքեր որ գայս են ձեր կյանք, եթե այդ պահին հավանում եք, գոնե մի փոքր հնարավորություն տվեք խոսելու,
մեկը մյուսի հետ, որպեսզի ծանոթանաք։ Ի վերջո դուք կասեք չենք ծանոթանում, հետո կասեք միայնակ ենք։ Ախր պետքա թույլ տաք, որ մարդիկ ձեզ հետ ծանոթանան։ Դուք երբեք չգիտեք, կարող է ինքը ծանոթանալու ձևը չգիտի, մոտենալու ձևը չգիտի, այդ պահին տեսնում հավանում է ու չգիտի, այդ պահը ոնց մոտենա, իսկ դուք հենց այդ մոտենալու ձևից հիասթափվում եք։ Հնարավորություն տվեք մարդուն նաև ինչ-որ ձևով ճանաչել։ 1-2 րոպեն ոչինչ ձեզ չի խլի, որ գոնե եթե հավանում եք 2 բառ փոխանակեք, միգուցե առօրյայից, միգուցե այդ պահի իրավիճակից։ Մենակ մետրոյի եք սպասում, ահա, չկա, մեկը տեսնում եք սիրուն կողքն է տա կամ դուք եք խոսում, ահա, ինչ աղավ էս մետրոն, ամեն անգամ նույն պատմություն, ահա, այն մյուսը եթե էլի նույնից 2 բառ ասի, կհասկանաք թե ինչա կատարվում, եւ կարող եք այդպես ծանոթանալ։ Ոչինչ չի բացառվում, այդպես է մարդիկ ծանոթանում։ Այսքանը թող որ ձեր կյանք գա միմիայն լավագույն անձնավորությունը, ում որ դուք եք իրոք արժանի, ում որ դուք եք գտնում, որ ձեզ է արժանի եւ վայելեք իրար այդ կյանքը։ Միայնակ մարդը ում է պետք ոչ ոքի։ Լավ եղեք։